այս տարածքը դեռևս բնակեցվել է 1915 թվականին, այսինքն 1 տարից ավել, առաջին 4-5 բնակիչները, որոնք Հաղարծին գյուղից տեղափոխվել է եւ բնակվել են Թեղուտ գյուղում, սա հենց ամենահին բնակավայրերից մեկն է։ Դիմացն էլ գտնվում է Դիմաց-Լեռ նշանավոր տուրիստական ուղին, ուղղակի եղանակային պայմաններից ելնելով այս պահին փակ է։ 2018-19 թվականներից Թեղուտում туриզմի զարգացումը նոր թափ է հավաքել։ Բնակիչները, որոնք туриզմի ոլորտում գործ են սկսել, հիմա արդեն զարգացնում են բիզնեսը։ Մոտ 3 տարի է զբաղվում ենք հյուրատնային բիզնեսով։ Դուք կնկատեք գյուղում շրջելիս, որ իրականում հյուրատները շատացել են, գյուղական միջավայրն արդեն փոխված է սպասարկման ոլորտի ավելի շատ, փորձում ենք զարգացնել, որպեսզի հյուրերին դարձնենք ավելի մոտ բնության պահպանությանը, փորձում ենք դրանով մշակույթ ձևավորել։ Սեզոնին պիկ է ոչ միայն երկհարկանի օրավարձով աշխատող քոթեջներում, Թեղուտում հանգիստը կազմակերպելու համար անպայման պետք է նախապես ամրագրել։ Զբոսաշրջության վերաբերյալ տվյալներ այս պահին գյուղում չեն կարողանում նշել, բայց Թեղուտի туриզմի ակտիվ ուղղություն դառնալու մասին խոսում են այլ թվեր։ Ունենք մոտ 80-ից 85 քարե առանձնատներ, որոնք տրվում է օրավարձով, ունենք 3-4 մեծ հյուրատներ, որոնց մեջ Դելիջազն է, Ուռենին է, ունենք 20-25 այս նոր տիպի հետից եռանկյունի տներ, զարգացման պոտենցիալ կա ու զարգանում է, հիմնականում միակ գյուղերից է եւ հանրապետության, որ երիտասարդներ չեն արգախտում։ Մայիսից սեպտեմբեր ամեն օր այցելուներ ունեն գյուղում։ Տուրիստին Թեղուտ են ձգում կլիմայական պայմանները, տեղադիրքն ու տեսարժան վայրերը, Հաղարծին վանական համալիրը, թաքնված ջրվեժը, Պարզ լիճը, Դիմաց լեռը։ Գյուղի բնակիչներից ով բարձր մեքենա վիլիս ունի, կարգի են բերել նորոգել հյուրերին սպասարկելու համար։ Վարորդներից Արմեն Ստեփանյանը նաև կորեացիների է իր մեքենայով շրջայցի տարել։ Լեզուն չի հասկացել, բայց հյուրերի աչքերի փայլից հասկացել է, տավուշով հիացած են։ Անպայման, այս բնությունով մեր բնությունով բոլորը հիանում են։ Ու երևի խոսք ակրան որ էլի կգանք, բոլոր ինձ թվում է շատ գոհ են գնում։ 4 հոգի մաքսիմում։ Մագնիտոֆոն կա։ Ու այն մագնիտոֆոնը, որ ով ուզում է իր բանով հեռախոսով կպնում է իրաց լեզվով, ինչ երկուս են միացնել լսեն։ Ճանապարհներն էլ նոր մաշիներ են, ինձ թվում ավելի խոսքը կշատանա։ Խոսքը գյուղի գլխավոր 2.9 կիլոմետր ճանապարհի մասին է, որի ասֆալտապատման համար պետությունը ներդրել է 720 միլիոն դրամ։ Ճանապարհը ցանկապատվել, ամրացվել է նորոգված հենապատերով։ Գյուղապետի խոսքով 0-ից նոր ճանապարհ է կառուցվել։ Գյուղամիջյան այս ճանապարհն ի դեպ նախորդ տարի այլընտրանքային էր Երևան-Դիլիջան-Իջևան ճանապարհի այս հատվածի շինարարության պատճառով։ Այլընտրանքային ճանապարհները եւս բարեկարգ դարձնելու վերաբերյալ հանձնարարություն էր տվել վարչապետը։ Այս պահի դրությամբ 86-ով ծրագրով կատարվում սկսում է աշխատանքները տուֆապատման աշխատանքներ մոտ 1500 մետր գյուղամիջյան ճանապարհների, ունենք այս ընթացքում կատարած բարերարների միջնորդությամբ մոտ 800 մետր նույն ձև տուֆապատման ճանապարհներ։ Այս տարի տուֆապատման աշխատանքների համար կծախսվի 200 միլիոն դրամ։ Թեղուտում վերջին 2 տարում պետությունը ներդրել է ավելի քան 1 միլիարդ դրամ։ Կառուցվել է խմելու 9 կիլոմետր ջրագիծ, որով ապահովվել է գյուղի 100% ջրամատակարարումը։ Հիմնանորոգման փուլում է դպրոցը։ Միակ խնդիրը այժմ մշակույթի տան նորոգումն է, որպես սուբվենցիոն հայտ ներկայացրել, սպասում են պատասխանի։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։